Аминь. Да, доброе утро, братья. Мы будем продолжать наше все еще введение в реформацию. И сегодня тоже большая часть времени пройдет введение. Вот. Բարի լույս եղբայրներ, մենք կշարունակենք մեր ներածությունը բարեկարգության թեմայի մեջ եւ այսօր էլ ինչպես երեք էր կլինի ներածության շարունակությունը։ Да, вчера мы обсуждали 3 национальных движения пререформаторские, которые готовили церковь к реформации. Երեք մենք քննարկեցինք 3 ազգայնական շարժումների մասին, որոնք որ իրենց ուղղությամբ բարեկարգված էին, բայց նրանց մենք անվանում ենք նախաբարեկարգված շարժումներ։ Это очень популярное движение во Франции, вальденцев. Շատ հայտնի շարժում էր Ֆրանսիայում Վալդոյի գլխավորած շարժումը։ Крупное движение лоллардов в Англии. Լոլարդների մեծ շարժումը Անգլիայում։ И еще более крупное движение в Чехии гуситов. Եվ ավելի մեծ շարժում, որը տեղի ունեցավ Չեխիայում, հուսականներն էին, Իան Հուսի հետևորդներն էին։ У них между собой было много схожего. Նրանց միջև շատ ընդհանրություններ կային։ И готовность отстаивать свои принципы тоже росла по нарастающей. Եվ նաև այդ պատրաստակամությունը թողնելու իրենց սկզբունքայնությունը դա էլ էր աճում։ Вальденцы избегали любого рода конфликта с властью. Վալդոյականները խուսափում էին ցանկացած ընդհարումից իշխանության հետ։ Они просто бежали. Նրանք ուղղակի փախչում էին։ Лолларды уже были готовы за свои принципы бунтовать. Լոլարդները մյուս կողմից պատրաստ էին իրենց սկզբունքայնության համար գլուխ բարձրացնել, а гуситы были готовы воевать. Իսկ հուսականները պատրաստ էին անգամ պատերազմել։ Да, и то есть видно, что народ готов реформироваться, а его сдерживают силы, черные силы властей. Այսինքն այստեղից պարզ է դառնում, որ ժողովուրդը պատրաստ է բարեկարգության, բայց իրենց պահում է իշխանականների սև ուժը, այսպես կոչված։ Да, сегодня у нас основная тема это как раз-таки обсудить канцеляризм. Մեր այսօրվա հիմնական թեման է քննարկել կանցելյարիզմը։ Канцеляризм само слово означает соборное движение. Հենց այդ բառը ինքնին նշանակում է եկեղեցական հա տաճարական շարժում։ Да, вот этот корень council латинский значит собор. Հենց այդ արմատը բառի լատիներենից նշանակում է տաճար։ И оно возникло внутри католичества и хотело устранить папу. Եվ այն ծագել է կաթոլիկության ներսում եւ ցանկացել է պապին իջեցնել իր պաշտոնից։ Не убрать его, но убрать его власть. Այսինքն ոչ թե իրեն հանել, որ ինքը չլինի պապ, այլ իր իշխանությունը վերցնել։ Потому что они поняли, что отцы церкви так не учили. Որովհետև նրանք հասկացել են, որ եկեղեցու հայրերը այդպես չէին ուսուցանում։ Да, и это движение будет неудачным. Եվ այս շարժումը տեսնում ենք, որ կլինի անհաջող, но оно нам поможет понять следующее вырожденное из него движение гуманизма. Բայց հետո դա մեզ կօգնի, որպեսզի հասկանանք իրենից հետո եկող, որոնք ծնվեցին իրենից հումանիստական շարժումները։ А потом Лютер, Кальвин, Эразм, все вот эти люди, они все выходят из этого движения. Եվ հետո կտեսնենք, որ Լյութերը, Կալվինը, Էրասմոսը բոլորն էլ դուրս էին գալիս այս հումանիստական մարդասիրական շարժումից։ То есть 3 другие движения, они были народными. Երեք այս շարժումները ժողովրդական էին։ У них был лидер, который был представитель образованного общества, но большинство участвующих в нем были людьми обычными. Խոսքը գնում է այն շարժումների մասին, որոնք մենք երեք ենք ուսումնասիրել։ Իրենց առաջնորդները կրթված բարձր խավի մարդիկ էին, բայց հիմնականում իրենց հետևորդները սովորական ժողովրդի անդամներն էին։ Да, канцеляризм совсем другой. Это движение среди академиков, среди специалистов-богословов. Կանցելարիզմը նման չի այս շարժմանը, այստեղ ի հակառակ քիչ առաջ թվարկածին մեծամասնությունը
աստվածաբաններ էին, մեծամասնությունը ակադեմիական շրջանակների մարդիկ էին։ Да, это очень редкая попытка реформации сверху вниз. Եվ սա շատ հազվադեպ փորձերից մեկն է բարեկարգել եկեղեցին վերևից ներքև։ Да. Вчера мы начали вступление в папство и обсуждали монархизацию. Մենք երեք ներածություն արեցինք մի փոքր պապականության մասին եւ խոսեցինք Մենաստանում ապրող հոգեորականների մասին, Да, что Папа Римский стал как бы монархом всех христиан, как королем всех христиан. եւ մենք տեսանք, որ դարձավ Հռոմի Պապը, այսպես ասած, թագավորը բոլոր քրիստոնյաների Нарушив библейскую модель. եւ դրանով իսկ խաթարեց աստվածաշնչյան մոդելը։ Да. Библейское основание было выдано на вот этом стихе. Եվ այս խոսքում դրված է հենց աստվածաշնչյան հիմքը։ Я говорю тебе, ты Петр, Иисус говорит ему, и на этом камне я создам свою церковь. Ես քեզ եմ ասում Պետրոս, դու Պետրոսն ես եւ այդ ժայռի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին։ И дальше написано, и дам тебе ключи Царства Небесного, и что свяжешь на земле, то будет связано и на небесах. Եվ ես քեզ կտամ երկնքի թագավորության բանալիները եւ ինչ որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում։ То есть Папа Римский утверждает, что он наместник Петра, что он представитель Петра. Այսինքն Պապը ասում է, որ նա Պետրոսի փոխարինողն է, նրա փոխանորդն է երկրի վրա։ Да, поэтому он говорит, что я камень, на котором церковь. Հետևաբար նա ասում է, որ ես եմ հիմա այն քարը, որի վրա եկեղեցին կառուցված է։ И он говорит, что ключи от Царства Небесного у меня, это мои ключи. Եվ նա ասում է, որ երկնքի թագավորության այդ բանալիները իմ մոտ են, դա իմ բանալիներն են։ И это большая связка, и у Папы даже есть ключница, как символ, который он носит с собой. Եվ սա շատ մեծ կապ ունի նաև այն բանի հետ, որ նա իր մոտ որպես խորհրդապատկեր տանում է այդպիսի բանալիներ։ И на этой связке много разных ключей. Եվ այդ կապոցի մեջ շատ տարբեր բանալիներ կան։ И один из них маленький ключик от сокровищницы святых. Եվ այդ կապոցի մեջ մի փոքր բանալի կա, որը երկնքի թագավորության գանձարանի բանալին է։ Да, то есть Папа утверждает, что эта власть ему дана самим Иисусом. Այսինքն Պապը պնդում է, որ այդ իշխանությունը հենց Հիսուսի կողմից է անձամբ տրված իրեն։ Да, в самом тексте библейском там немножко интереснее. Աստվածաշնչյան տեքստում ավելի հետաքրքիր է այս ամենը։ Да, потому что камень и Петр это один и тот же корень слова. Որովհետև քար եւ Պետրոս բառերը ունեն մեկ ընդհանուր արմատ։ Да, еврейское имя Петра Каифа, а его греческое имя Петр. Պետրոսի եբրայական անունը Կեփաս է, իսկ հունական անունը Պետրոս է։ Да, Петрос означает камушек. Պետրոս նշանակում է փոքրիկ քար։ Поэтому здесь идет игра слов. То есть ты камушек, а на этом камне я построю свою... Այսինքն այստեղ բառախաղի պես մի բան է տեղի ունենում։ Դու փոքրիկ մի քար ես, բայց դրա վրա ես իմը կկառուցեմ։ И отцы церкви заметили эту игру слов. Եվ եկեղեցու հայրերը նկատել էին այս բառախաղը։ Поэтому было несколько разных способов понимать эти слова. Եվ дրա համար առաջ եկան մի քանի տարբերակներ, թե ինչպես կարելի է հասկանալ այս բառերը։ Что скала, как символ Мессии, как символ Бога, есть в Ветхом Завете. Որ ժայռը հենց ինքնին 5 կտականում հանդիպում է որպես Աստծո խորհրդապատկեր, որպես Մեսիայի օծալի խորհրդապատկեր։ То есть это можно понимать, как ты маленький камушек, а на большом камушке я построю свою церковь. Այսինքն տարբերակներից մեկը այս հատվածը հասկանալու հետևյալն է. Դու փոքր քար ես, բայց ես մեծ քարի վրա կկառուցեմ եկեղեցին։ То есть на себе. Այսինքն Հիսուսը խոսում է ինքը իր մասին։ Еще другой способ это понимать, что я на камне этом, что камень имеется в виду слова Петра в предыдущем стихе. Հաջորդ մեկնությունն հետևյալն է, որ չէ որ նախորդ համարում խոսվում է Պետրոսի դավանության մասին,
Եվ այս մեկնությունով ասում է, որ այն Պետրոսի վերևի համարի դավանությունն է հենց հանդիսանում այն քարը, որի վրա Հիսուսը սարքում է եկեղեցին։ когда он говорит, что Иисус Сын Божий. Երբ որ Պետրոսն ասում է, որ դու Բարձրել Աստծո որդին ես, Можно тогда понять, что я на этой вере, на этой исповеди я построю свою церковь. այս կերպով կարելի է հասկանալ, որ ես հենց այդ դավանանքի հետ, խոստովանանքի հետ հավատքի վրա կկառուցեմ իմ եկեղեցին։ Что камень это слова Петра. Այսինքն քարը այդ Պետրոսի խոսքերն են, դավանությունն են։ Да. А про ключи Царства Небесного? Իսկ բանալիների մասին, երկիքի թագավորության բանալիների մասին Отцы церкви иногда утверждали, что эти ключи не лично Петру, а всем апостолам были даны. նրանք եկեղեցու հայրերը այս բանալիների մասին խոսում էին որպես ընդհանրական տրված բոլոր առաքյալներին, այլ ոչ միայն Պետրոսին։ Что они присутствовали в этот момент и что Петр просто был их представителем. Նրանք ասում էին, որ առաքյալներից մնացածները այդտեղ ներկա էին, ուղղակի Պետրոսը այդտեղ հանդես է գալիս որպես իրենց ներկայացուցիչ։ Что он титульно представлял их и церковь. Այսինքն Պետրոսը կոչումով է, այսպես ասած, ներկայացնում առաքյալներին եւ եկեղեցին։ И Иисус дает эту власть не лично ему, не одному ему, а всем им. Այսինքն այս կերպով Հիսուսը ոչ թե անձնապես Պետրոսին է տալիս այդ իշխանությունը, այլ իր ներկայացմամբ բոլորին է տալիս։ Да, эти моменты оспариваются сегодня тоже. Богословы до сих пор обсуждают, как правильно понимать эти слова. Այս խոսակցությունները մինչև օրս էլ պահպանվել են, աստվածաբանները քննարկում են իրար մեջ, թե ինչպես կարելի է հասկանալ այս խոսքերը։ Но в позднем средневековье люди читали церковных отцов, и они видели эти мнения. Եվ միջնադարում մարդիկ կարդում էին վաղ եկեղեցու հայրերի գրությունները եւ տեսնում էին, որ կան այս տարակարծությունները։ И они задумывались, может быть, действительно он не главный. Եվ նրանք արդեն մտածում էին, միգուցե իրոք Հռոմի Պապը գլխավորը չէր։ И чем больше росла власть папы, тем больше они видели отрыв между вот этими понятиями библейскими и между тем, что они наблюдали. Եվ քանի գնում էր Հռոմի Պապի իշխանության աճելու հետ, նրանց հասկացողությունն էլ ավելի թեքվում էր այն կողմը, որ միգուցե սա այն չէ, ինչ որ Աստվածաշունչը ասում է։ Да. Само слово папа означает отец. Հենց ինքը բառը Պապ նշանակում է հայր։ Он хранитель ключей сокровищницы Царства Небесного и непогрешимый учитель и толкователь Библии. Նա անսխալական ուսուցիչ է Աստվածաշնչի եւ մեկնիչն է Աստվածաշնչի անսխալական էլի։ И наместник Петра на земле. Եվ Պետրոսի փոխանորդը երկրի վրա։ Պետրոսի պատվիրակը, այսպես ասած։ Эти все понятия, они не были сначала, они образовались со временем. Այս հասկացողությունները միանգամից չեն եղել։ Սրանք ժամանակի ընթացքում զարգացած հասկացողություններ են։ И мы проследим путь развития. Եվ մենք կհետևենք այդ զարգացման ճանապարհը։ Да. Сейчас же вот мы вспомним одну встречу Льва Первого папы и Аттилы. Մենք հիմա կհիշենք մի հանդիպում Լեո առաջին պապի եւ Աթիլայի հանդիպումը, հա։ Да, Аттила был гунским варваром. Աթիլան каким варваром, извиняюсь? Гунны. Ханс по-английски. Есть это в тексте? Да, сейчас я найду, как это. Гунны... Википедия. Да, всегда гунны на разных языках. Я ищу армянский. Да, но я объясню просто, так будет лучше. Да. В Северной Европе было много разных варварских племен. Տեսեք, այս մարդու ինքնության մասին ենք խոսում Աթիլայի։ Հյուսիսային Եվրոպայում կային տարբեր բարբարոսական ցեղեր։ Их называли варварами, потому что, когда они говорили, для греков это звучало как варвар.
Իրենց բարբարոս էին անվանում, որովհետև երբ որ նրանք զրուցում էին, իրենց խոսքը հույների ականջին հենց այդպես է բարբարոս բառի մեջի այդ հնչյունների պես էր հնչում։ Это были племена, которые вышли из Средней Азии. Միջին Ասիայից էին դուրս եկել այս ցեղերը И массово мигрировали, когда их смещали монголы. եւ երբ որ մոնղոլները իրենց անհանգստացում էին, նրանք massական տարահանվում էին massականորեն։ И они волнами оказываются в Европе. Եվ նրանք ուղղակի ալիքներով հայտնվում են Եվրոպայում։ Оседают в Германии, и там уже смешиваются с местным населением. Գալիս են բնակվում են Գերմանիայում եւ արդեն այնտեղ խառնվում են տեղի հասարակության հետ։ Одно из самых крупных племен называлось гунны. Եվ այդ ցեղերից հենց ամենամեծերից մեկը անվանում էր հենց հուններ, այսպես։ Да, и они наводили ужас на все европейское население, потому что никто не мог с ними справиться. Եվ ուղղակի նրանք սարսափ էին տարածում ամբողջ Եվրոպայի վրա, որովհետև ոչ ոք չէր կարողանում նրանց ցախից գալ։ Да, гунны конкретно своих детей, они голову завязывали в доски. Հենց այս հուները իրենց երեխաների գլուխը կապում էին տախտակին։ И когда дети вырастали, у них череп деформировался, он становился как огурец. Եվ այսպիսով գլուխը երկարացնում էին վարունգի նման, երբ որ նրանք արդեն ժամանակի ընթացքում մեծանում էին։ Да, вроде это мозги не портило. Թվում է թե դա ուղեղի вրա ոչ մի ազդեցություն չէր ունենում։ Но это создавало вид такого очень ужасного, странного народа, похожего на инопланетян. Եվ բայց չնայած դրան դիտորդի մոտ դա շատ վախենալու զգացողություններ էր առաջացնում ու մարդիկ ասոցացնում էին այդ մարդկանց արմորակայինների հետ։ И они были выдающимися воинами, очень хорошими воинами. Եվ նրանք շատ ակնառու կրվողներ էին, մարտիկներ էին։ И настолько успешными, что они стали нападать на Римскую империю и почти полностью ее разрушили. Եվ այնքան, որ նրանք համարյա կարողացան հարձակվել Սրբազան հռոմեական կայսրության վրա եւ նրանց համարյա հաջողվում էր ամբողջությամբ տապալել այն։ Они сожгли Рим несколько раз. Մի քանի անգամ Հռոմը վառել են։ Да, то есть вопрос, как они смогли это сделать, это загадка. Այսինքն հարց է առաջանում եւ դա մնում է այսպես գաղտնիք, որ թե ինչպես նրանց հաջողվեց այդպիսի մեծ հաջողության հասնել։ Да, одно из объяснений это то, что очень бедный народ сражался с очень богатым. Մի պատասխան այն է, որ շատ աղքատ ժողովուրդը կրվել է շատ հարուստ ժողովուրդների դեմ։ И для варваров нападать на Римскую империю было выгодным бизнесом. Եվ բարբարոսների համար հարձակվել հռոմեական կայսրության վրա շատ ձեռնտու գործ էր, աշխատանք էր։ Потому что если они захватывали римскую колонию, там было много денег, там было много всего. Որտեվ եթե իրանք վերցնեին մի հատված, որ գտնվում էր հռոմեական կայսրության տիրապետության տակ, այնտեղից իրանք կարող էին ռեսուրսներ վերցնել։ А Римская империя, когда с ними воюет, она постоянно теряет деньги. Բայց երբ որ հռոմեական կայսրությունն է կռվում, ինքը միշտ գումար է կորցնում։ Потому что содержать легион в Европе очень-очень тяжело. Որտեվ Եվրոպայում պահել լեգիոններ իրենց կենսական ապահովությունն էլ պահելը անգամ շատ թանկ արժի։ Да, и когда легион поднимается в Европу, варвары с ним не сражаются, они просто разбегаются. Եվ բարբարոսները ուղակի այդ լեգիոնների դեմ չեն կռվում, ուղակի փախչում էին։ У них нету городов. Իրենք չունեին իրենց սեփական քաղաքները։ То есть, если рядом большая римская армия, они просто сворачивают все в свои повозки и уходят. Այսինքն, երբ որ նրանք գալիս են ասում միտեղ որտեղ երևում է արդեն հռոմեական զորքերը, լեգիոնը, նրանք ուղղակի իրենց ճանապարհը փոխում են, հավաքում են իրենց իրեր եւ շարժվում են ուրիշ ուղղությամբ։ А когда легион уходит, они возвращаются и дальше начинают захватывать. Եվ երբ որ տեսնում են, որ արդեն լեգիոնը լքեց այդ տարածքը, վերադառնում են եւ շարունակում են գրավել։ Это длилось лет. Սա այս կերպը շարունակվել է շատ երկար տարիներ։ И римляне построили крепости от Альпов до Великобритании, чтобы защищаться от варваров. Եվ սրա պատճառով հռոմացիները Ալպերից մինչև Անգլիա ամրոցներ են ու ամրություններ են պատրաստել, որպեսզի կարողանան բարբարոսներից պաշտպանվել։ Да. То есть Англия это было как самое-самое дикое, самое трудное место. Այսինքն Անգլիան ստացվում է, որ ամենաբարդ տեղն էր պաշտպանական առումով։ В которой, кстати, служил папа
Константина Великого. Որտեղ իդեպ ծառայել է իր զինվորական ծառայությունն է արել Կոստանդիանոս Մեծի հայրը։ Да, и Константин научился воевать в Англии. Եվ Կոստանդիանոսը սովորել է պատերազմի իր արվեստը հենց Անգլիայում։ И когда он спускается с севера с легионерами, он уже берет власть в Римской империи. Երբ որ հյուսիսից արդեն լեգիոներների հետ գալիս է առաջ է շարժվում, միանգամից վերցնում է ռոմական կայսրության իշխանությունը։ Да, то есть это такое место получалось, как вот сегодня Афганистан. Ստացվում է, որ նման է այսօրվա Աֆղանստանին իր տարածաշրջանով եւ ձևով։ Афганистан называется кладбище империи. Եվ Աֆղանստանը համարվում է գանձարանը թագավորական, Да, потому что все большие империи с ним воевали, и никто не смог ничего с ним сделать. որովհետեւ բոլոր մեծ տերությունները իր դեմ պատերազմել են, բայց ոչ մեկ հաջողության չի հասել։ То есть такая вот похожая тоже ситуация, что бедный народ, он справляется, он может побеждать. Այսինքն նմանատիպ մի իրավիճակ է, որ աղքատ ժողովուրդը կարողանում է իրեն պաշտպանել ու մնալ անհաղթելի։ Да. И самое сильное племя варваров было гунны. Եվ ամենաուժեղ այդ բարբարոսական ցեղերից հենց այս հուններն էին։ А их самый ужасный вождь, его звали Аттила. Եվ իրենց ամենասարսափելի առաջնորդին անվանում էին Աթիլա։ И Аттила разрывал легионы римские очень легко. Եվ Աթիլան հռոմական լեգիոնները մաս-մաս էր անում շատ հեշտ։ Да, мы до сих пор не понимаем, как. Մենք մինչև օրս չենք կարողանում հասկանալ, թե ինչպես էր նա դա անում։ Там не было сильно большого преимущества в количестве. Նրանք չունեին քանակական լուրջ առավելություն։ Но видно, что эти люди умели воевать. Բայց բնած дրան երևում է, որ այս մարդիկ կարողանում էին պատերազմել։ Да, и когда Аттила вторгся в Италию, он перешел через Альпы и оказался в Италии, в Риме началась паника. Եվ երբ որ Աթիլան Ալպերով եկավ հասավ Հռոմ, Հռոմում սկսվեց մեծ խառնաշփոթ։ Да. И император посылает к Аттиле делегацию, хочет уговорить его не нападать. Եվ թագավորը ուղարկում է սուրհանդակ եւ խնդրում է, որ նա չհարձակվի։ И в этой делегации присутствует епископ римский Лев I. Եվ հենց այդ դելեգացիայի մեջ, այդ խմբի մեջ եպիսկոպոս Լեո առաջինն է նաև գտնվում։ Да, и неожиданно Аттила отступил от Рима. Եվ անսպասելի կերպով Աթիլան ուղղակի թողնում է Հռոմը։ Один способ это объяснить, что он просто, у него закончились силы. Մի կերպ, թե ինչպես բացատրենք ինչի համար Աթիլան անսպասելի նահանջեց Հռոմից, այն է, որ ուղղակի նրա ուժերը վերջացել էին։ Да, что он просто понял, что, знаете, как Ганнибал перешел через Альпы, и потом вторжение в Италию для него плохо закончилось. Այսինքն մենք հասկանում ենք, որ ոնց որ как, извиняюсь, можно повторить? Ганнибал это... Մենք ոնց որ Հանիբալի արածը եկավ հասավ Ալպերը անցավ եւ անհաջողություն եղավ, ուղղակի նրա համար որ իր ռեսուրսները ուժերը վերջացել էին։ Նմանատիպ մի իրավիճակ էլ Աթիլայի մոտ ստեղծվեց։ Да, то есть Аттила это знал, он это понимал. Աթիլան գիտեր դա, հասկանում էր։ Поэтому, может быть, он посидел, подумал и решил, что лучше пойти домой. Այսինքն հնարավոր է Աթիլան նստեց մտածեց եւ հասկացավ, որ ավելի լավ է տուն գնա։ Другое объяснение, что он был очень впечатлен Львом Первым. Երկրորդ բացատրությունը այն է, որ նա շատ տպավորված էր Լեո առաջինով։ И, наверное, это может быть две причины, обе были истинные. Եվ հնարավոր է, որ այս երկու պատճառներն էլ միաժամանակ ճշմարիտ լինեն։ Да, потому что варвары, когда они отошли, у них было особое отношение к церкви. Որովհետև երբ որ բարբարոսները նահանջեցին, նրանք ցուցաբերեցին յուրահատուկ մի մոտեցում եկեղեցուն։ Да, они уничтожали все, но они не оставляли церкви целыми, и они не трогали монахов. Նրանք ամեն բան ոչնչացնում էին, բայց նրանք եկեղեցուն ձեռք չէին տալիս։
И это было, скорее всего, из-за их жен. Իզա Жен. ամենայն հավանականությամբ դա հենց կանանց պատճառով էր, այսպես ասած, Потому что они захватывали христианских девушек и брали их себе в жены. որովհետև նրանք վերցնում էին բռնի ուժով, իհարկե, վերցնում էին քրիստոնյա կանանց եւ աղջիկներին եւ իրենց կնության էին առնում։ И эти девушки вступали за христиан. Եվ այդ աղջիկներն էլ արդեն հանդես էին գալիս ի պաշտպանություն քրիստոնյաների։ И более того, племена начнут обращаться в христианство через этот процесс. Եվ այս մարդիկ էլ արդեն այս process-ով քրիստոնեության էին դառնում։ Да, было одно племя, которых назывались вандалы. Կար մի ցեղ, որոնք կոչվում էին վանդալներ։ У нас сегодня есть слово на многих языках, называется вандализм. Մենք շատ լեզուներով ունենք այս հասկացողությունը վանդալիզմ, потому что вандалы были единственным племенем, которые уничтожали и грабили церкви и монастыри. Որովհետև նրանք միակն էին այդ ժամանակում, որոնք որ թալանում էին եկեղեցիներն ու վանքերը։ То есть вандал самый варварский из самых варварских варваров, которые только есть. Այսինքն վանդալը բարբարոսների միջից ամենաբարբարոսները, որը երբևէ գոյություն է ունեցել։ Да, и в 455 году они разграбили Рим, но не сожгли его по просьбе Льва. Եվ 455 թվականին վանդալները թալանեցին Հռոմը, բայց չայրեցին այն ըստ Լեոյի խնդրանքի։ То есть создается такой образ очень могущественного отца. Այսինքն այսպես հզոր հոր մի կերպար է ստացվում։ Что император не может защитить свой народ, а вот Папа Римский может. Որ այն ինչ որ չի կարողանում անել թագավորը, կարողանում է անել Հռոմի Պապը։ Что он без меча, просто помолившись, поговоря, может оказывать влияние на варваров. Որ այսինքն նա առանց սրի միայն աղոթքի ուժով կարողանում է այնպես անել, որ ազդեցություն ունենա բարբարոսների վրա։ И люди начинают на него смотреть как на своего лидера естественного, а не на императора. Եվ ավտոմատ կերպով մարդիկ արդեն սկսում են Հռոմի Պապի մեջ իրենց որ առաջնորդ տեսնել, այլ ոչ թե թագավորի մեջ տեսնել այդ առաջնորդը։ Да, и он не один такой, есть несколько очень выдающихся пап. Եվ նա միակը չէ այսպիսի պապերի շարքում, էլի են եղել այսպիսի պապեր։ Да, то есть я приведу 4 примера, это особенно классных людей. Եվ ես մի քանի օրինակ կբերեմ այսպիսի պապերի։ Помимо Льва Первого. Լեո առաջինի հետ զուգահեռ այսպիսի գովելի, հա, պապերի օրինակներ էլի կբերեմ։ Да, Григорий I, которого называют великим. Գրիգոր առաջին մեծը он организовал миссию в Англию, и за 50 лет почти все обитатели Южной Англии обратились в христианство. Գրիգոր առաջին մեծը կազմակերպեց միսիա Անգլիայում եւ 50 տարվա ընթացքում հարավային Անգլիայի համարյա բոլոր բնակիչները դարձան քրիստոնյա։ То есть это один из самых успешных миссионерских проектов. Այսինքն սա հանդիսանում է ամենահաջողված միսիոներական պրոյեկտներից մեկը։ Да. Лев III короновал Карла Великого. Լեո III, ով թագադրում է Կարլ Մեծին։ Карл Великий считался варваром. Կարլ Մեծը համարում էր բարբարոս։ Он принимает христианство, и он делает все свои земли христианскими. Նա երբ որ դառնում է, այն բանից հետո երբ որ նա դառնում է քրիստոնյա, իր ամբողջ հողերը, որի վրա ուներ իշխանություն, դարձնում է քրիստոնեական տարածքներ։ Да, то есть это как представитель северных народов, который расширяет свое владение и дает его как бы в руки Христа. Այսինքն սա հյուսիսային ցեղերի մի առաջնորդ է, ով որ իր տարածքը ընդլայնում է եւ ամեն ինչ տալիս է իշխանության առումով, ամեն ինչ տալիս է Քրիստոսի ձեռքը։ Да, и монархи обычно они берут корону и ее себе сами на голову ставят. Եվ այս տիրականները հիմնականում վերցնում են թագը եւ իրենք են իրենց գլխին դնում, իրենք են իրենց թագադրում։ А здесь произошло что-то уникальное. Իսկ այստեղ մի յուրահատուկ բան տեղի ունեցավ.
Потому что король преклонился перед папой. Որովհետև ինչով իր հատկությունը թագավորը խոնարհվեց Հռոմի պապի առջև Да, и папа корону на голову возложил короля. եւ Հռոմի պապն էր, որ թագը դրեց թագավորի գլխին։ То есть здесь такой символ, что власть исходит от Бога. Եվ այստեղ ունենք մի այսպիսի խորհրդապատկեր, որ իշխանությունը գալիս է Աստծուց, И что папа, он как представитель Бога, он тот, кто передает эту власть. իսկ Հռոմի պապն էլ հանդիսանում է ներկայացուցիչ Աստծո, որ փոխանցում է այդ իշխանությունը։ Кстати, когда Наполеона короновали, Իրեւ երբ որ թագադրում էին Նապոլեոնին, он корону вырвал из рук папы и на себя надел ее сам. այդ ժամանակ նա ուղղակի խլում է թագը Հռոմի պապի ձեռքից եւ ինքն է դնում իր գլխին։ То есть как бы был символ обратного. Այսինքն դա էլ հակառակի խորհրդապատկերն էր։ Да. Потом очень выдающийся папа Пий XII. Եվ հետո շատ մի էլի ակնառու պապ Պիոս 12-րդը, 12-ի։ Да, 12. Պիոս 12-րդը։ Да, он спас около 800 тысяч евреев во время Холокоста. Նա շուրջ 700,000 հрьяաներ ցեղասպանությունից փրկեց հոլոկոստից։ Да, и это во время, когда очень многие евангельские церкви стали на сторону Гитлера, помогали Гитлеру гнать евреев. Եվ սա այն բանի ժամանակ էր, երբ որ շատ ավետարանական հավատացյալներ կանգնեցին Հիտլերի կողքը եւ տատարեցին, որ նա վտարի հрьяաներին։ То есть немецкий протестантизм показал себя очень плохо. Այսինքն գերմանական բանը բողոքականությունը իրեն շատ վատ դրսևորեց։ Да, а Пий XII, он противостоял, очень успешно противостоял режиму фашистскому. Իսկ Պիոս 12-րդ պապը շատ հաջողակ կերպով դիմադրեց ֆաշիստական ռեժիմին։ Они вывозили очень много людей. Նրանք շատ մարդիկ են տարել։ Он снабжал союзников информацией изнутри Германии. Նա իր դաշնակիցներին Գերմանիայի մեջից ապահովում էր տեղեկատվությամբ։ То есть фактически шпионил. Այսինքն որպես գործակալ էր հանդես գալիս փաստացի։ Да, и делал все возможное, чтобы вывести людей от смерти. Եվ անում էր ամեն ինչ փաստացի, որ մարդկանց հանի այդտեղից եւ փրկի մահվան ճիրաններից։ Да, сегодня, если вы начнете про него читать, вы увидите очень много книг против него. Եվ եթե այսօր դուք իր մասին սկսեք գրքեր կարդալ, դուք շատ գրքեր կհայտնաբերեք, որոնք դեմ են գրված իրեն։ Да, потому что была очень сильная медиакомпания его очернить и сказать, что он был нехорошим, что он помогал убивать. Եվ շատ ուժեղ մեդիա կամպանիաներ կային, որոնք որ փորձում էին այնպիսի պատկերել Պիոսի մասին, որ նա լավ բան չի արել, որ հрьяաներին օգնել է։ Сначала от фашистов, а потом от Советского Союза. Որ նա լավ չի արել, որ պաշտպանել նրանց սկզբից ֆաշիստներից, հետո էլ սովետական միությունից։ Да, потому что когда Советский Союз оккупировал половину Германии, Восточную Германию, Եվ որովհետև երբ որ սովետական միությունը զբաղացրեց հարավային Գերմանիայի տարածքները, они уничтожали католиков, նրանք ոչնչացնում էին կաթոլիկներին, потому что знали, что католики работали против тоталитаризма. Ինչի համար որտեղ նրանք գիտեին, որ կաթոլիկները աշխատում են տոտալիտար համակարգին հակառակ։ Да, поэтому вот эта цифра 800 тысяч спасенных. Այդ իսկ պատճառով այս թիվը 700,000 փրկվածները։ Это не то, что католическая церковь утверждает. Սա ինչ է, որ կաթոլիկ եկեղեցին պնդում է։ Эта цифра названа израильским послом. Եվ սա այս թիվը հենց Իսրայելի դեսպանը ինքն է հայտարարել։ Да, то есть иудеи, они признают его заслуги. Այսինքն հենց հрьяաներն էլ ճանաչում են նրա արժանինքները այս հարցում։
Да, и более того, он укрывал лично раввина номер один Рима. Եվ երկրորդը նա թաքցրել է անձամբ Հռոմում գտնվող գլխավոր ռաբբիին Да, и в 45 году этот раввин принял христианство. եւ 1945 թվականին հենց այս ռաբբին դարձի եկավ քրիստոնեության։ Это очень-очень редко. Սա շատ հազվադեպ երևույթ է։ Да, и евреи очень редко каются. Հрյաները շատ հազվադեպ են ապաշխարում։ То есть это пример влияния, что он так оказал такое впечатление, что раввин не мог не принять. Սա մի օրինակ է նրա ազդեցության, որ նա այնպիսի ազդեցություն ուներ, որը այդ ռաբին չկարողացավ ուղղակի չապաշխարել։ Да. И еще стоит упомянуть папу Льва XIV. Արժե նաև հիշել Լեո 14-ին։ Это папа, который сейчас. Դա Вот его только հիմիկվա назначили. նաշիդնի դա Да, действующий да. папа։ Мгм. Լեո 14-րդը խոսքը գնում է հիմա ներկայում գործող Հռոմի պապի մասին։ Да, за очень короткий срок он убрал титул Марии Кори Демприкс. Շատ կարճ ժամանակահատվածում Մարիամի տիտղոսներից հանել է Co-Redemptrix այդ տիտղոսը։ Это как Այդ соспасительница с Иисусом. համապերկագնող այդ տիտղոսը, որ ինքը Հիսուսի հետ փրկում է։ Да, и он зачитывал символ веры вместе с Варфоломеем без слов Филёкова в символе. Եվ նա կարդաց վերջերս եւ ընդունեց հավատո հանգանակը առանց Ֆիլոկոյի մասին հիշատակման Բարտոլոմեոս եպիսկոպոսի հետ։ То есть это очень четкие реформаторские шаги. Սա շատ հստակ բարեկարգության քայլեր են։ Обычно они так не поступают. Обычно они никогда не извиняются и никогда не откатывают ничего назад. Սովորաբար նրանք երբեք չեն հետ նահանջում, ոչ մի բան չեն փոխում։ Да, то есть, когда он такие вещи делает, это очень вдохновляет, и мы ждем, может быть, он дальше пойдет реформировать. Այսինքն, երբ որ նա այսպիսի արարքներ անում, դա մեզ հույս է տալիս եւ մենք սպասում ենք, որ նա ավելի առաջ կգնա իր բարեկարգության գործի մեջ։ Да, хорошо. Это хорошие примеры. Շատ լավ, սրանք լավ օրինակներն էին պապերի։ Остальные наоборот. Եվ հիմա մնացածները հակառակն են։ Да, то есть в целом это очень коррумпированная группа людей, папы. Այսինքն ընդհանուր առմամբ պապականությունը շատ կոռումպացված խումբ է։ Да, и чтобы у вас сложилась полная картина, я приведу 5 примеров особо гнилых. Եվ որպեսզի ձեր մոտ ընդհանուր պատկեր լինի, պատկերացում կազմեք, ես 5 օրինակ կբերեմ։ Да, Стефан VI откопал труп своего предшественника и судил его. Ստեփանոս 6-րդը դատում է իր նախորդի գերեզմանից հանված դիակը։ Отрезал ему 3 пальца правой руки, это чтобы он не мог благословлять. Կտրում է աջ ձեռքի 3 մատը, որպեսզի չկարողանա դրանով նախորդնել։ Потом похоронил этот труп. Խոսքը դիակի մասին է արդեն։ Եվ Опять հետո его- էլի վերաթաղում է։ Опять его откопал и потом пустил его по реке. Հետո էլի հանում է եւ նետում է գետը։ То есть это такая выходка, которая вообще всех удивила. Այսինքն սա էպիսի մի իրադարձություն է, որ շատերին է, բոլորին է զարմացրել։ То есть это действие человека, обиженного до сумасшествия. Այսինքն սա վիրավորված մարդու խելագարության հասցնող աստիճանի գործողություն է։ Да, Иоанн XII, Հովհաննես 12-րդը он был избран, когда ему было 18 лет. նա ընտրվել է, երբ որ 18 տարեկան էր։ Вот, и он проживал в открытом разврате. Եվ նա ապրում էր բացահայտ անառակության մեջ։ Он умер, потому что один из мужей его любовницы выбросил его из окна. Նա մահացավ, որովհետև իր սիրուհիներից մեկի ամուսինը իրեն պատուհանից դուրս նետեց։ Бенедикт IX был изгнан из Рима дважды за оргии. Բենեդիկտ 9-րդը երկու անգամ վտարվել է, արտաքսվել է Հռոմից օրգիաների համար։ Потом 3 других папы, Бонифаций VIII, Николай III и Климент V.
Եվ հետո 3 պապերը Բոնիֆանցիոս 8-րդը, Նիկողայոս 3-րդը եւ Կղեմաս 5-րդը Данте их вписал в свою комедию в ад. իրենց այս պապերին Դանթեն իր Սոտիրիկ ինֆերնոյում տեղադրել է դժողքի հատվածում իրենց։ Да, то есть кто такой Данте? Это все равно, что Пушкин у итальянцев. Դանթենը ով է, ոնց որ Պուշկինն է իտալացիների համար։ Это самый лучший поэт, это как Тарас Шевченко в Украине. Ամենալավ պոետն է իտալացիների համար։ Ոնց որ Տարաս Շևչենկոն ուկրաինացիների համար։ То есть его слова никогда не забудут. Դանթեի խոսքերը երբեք չեն մոռանցվի։ И 3 пап он записал в ад. Եվ 3 այս պապերին նա իր գրության մեջ տեղակայում է հենց դժողքի բաժնում։ Да, и конкретно за грех симонии это перепродажа церковных постов. Եվ հենց այն մեղքի համար է Դանթեն նրանց այդտեղ տեղակայում, որ նրանք վաճառել են եկեղեցական պաշտոններ։ И это как раз-таки в эпоху расцвета индульгенций. Եվ սա համընկնում է ինդուլգենցիաների վերածննդի այդ դարաշրջանի հետ։ Когда продавали пост в кредит, и потом кредит возвращали с продажи индульгенций. Երբ որ դիրքը պաշտոնը վաճառվում էր վարկով եւ հետո էլ վերադարձվում են գումարները։ Да, то есть Данте не говорит, что индульгенция это неправильно. Ոչ թե Դանթեն ասում է, որ ինդուլգենցիաները ճիշտ չեն, но людей, которые это делают, он знает, что с ними будет. Այլ ինքը ասում է, որ այն մարդիկ, ովքեր դրանք անում են, ես գիտեմ իրանց հետ ինչ է տեղի ունենալու։ Поэтому он как поэт, поэты говорят то, что другие боятся сказать. Պոետները ինչ են անում, իրենք խոսում են այն թեմաների մասին, որոնց մասին, որ վախենում են խոսել մնացածը։ Но то, что другие понимают прекрасно. Բայց իհարկե բոլորն էլ դա լավ հասկանում են։ Вот, поэтому он выразил мнение итальянцев на самом деле, которые, наблюдая над всем этим, знают, чем это все закончится. Այսինքն մենք սրանով տեսնում ենք, որ նա իտալացիների կարծիքն է ուղղակի արտահայտում, որոնք որ նայում են եւ գիտեն այս ամեն ինչով է ավարտվելու։ И Александр VI, у него было 5 детей своих от разных женщин. Եվ Ալեքսանդր 6-րդի մասին հիշատակենք, որ նա ուներ 5 երեխա, որպես իրենն էր ճանաչել, որոնք տարբեր ամուսնական կանանցից էին։ И здесь стоит подметить, что он этого даже не скрывал. Եվ այստեղ արժե նշել, որ նա անգամ սա չէր թաքցնում։ То есть он в личной переписке называл их «это мои дети». Այսինքն անձնական նամակագրության մեջ նա ընդունում է, որ այո, նրանք իմ երեխաներն են։ Да, у него были свои апартаменты в Ватикане. Նա իր ապարտամենտները ուներ, բնակարանները ուներ։ Да, они называются апартаменты Борджа. Սրանք անվանում էին Բորջա ապարտամենտներ։ Борджа — это его фамилия. Բորջան իր ազգանունն էր։ И в эти комнаты папы римские не заходили 400 лет. Եվ հետագա պապերը շուրջ 400 տարի մերժել են անգամ մտնել այս սենյակներում։ Потому что там было столько пьянок, столько нехорошего, что считалось, что очернили помещение. Որովհետև այնքան հարբեցողություններ, այնքան անառակություններ է տեղի ունեցել այդ սենյակներում, որ նրանք ուղղակի մտածում էին, որ թե մտնել այնտեղ կպղծվեին։ Да, то есть, что хочу сказать, что коррумпированные люди, даже для них это было слишком много. Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ անգամ կոռումպացված մարդկանց համար է սա չափից շատ։ То есть даже среди грязных есть такие грязные, что с ними даже самые грязные не хотят ассоциироваться. Այսինքն կեղտոտների մեջ կան այնպիսի կեղտոտներ, որ այդ կեղտոտները անգամ չեն ուզում գործ ունենալ իրենց հետ։ И не хотят с ними находиться под одной крышей. Եվ չեն ուզում անգամ նույն հարկի տակ լինել իրենց հետ։ Да, отношение к Петру. Պետրոսի հանդեպ վերաբերմունքը։ Отцы считали тройное повеление Петру «корми овец моих» восстановлением, а не повышением в звании. Եկեղեցու հայրերը Պետրոսի երակի պատվիրանը կերակրի իմ ոչխարներին, երբ որ Հիսուսը ասում է,
Мгм. Потому Համարում էին что վերականգնում, ոչ թե բարձրացում։ Петр отрекся от Христа 3 раза. Он сказал, я его не Ինչի знаю. համար վերականգնում, որովհետև Պետրոսը 3 անգամ ուրացավ Քրիստոսին, ասաց ես իրեն չեմ ճանաչում։ И что в их последний совместный завтрак Иисус не говорит ему, я тебя повышаю, тебя оставляю главным. Այսինքն հայրերի այս մեկնությամբ ոչ թե Հիսուսը իրեն բարձրացնում է, պաշտոնի բարձրացում է անում, այլ ուղղակի վերականգնում է իրեն։ А что он 3 раза его восстанавливает и прощает ему предательство. Եվ 3 անգամ այս վերականգնումը անելով ներում է Պետրոսի դավաճանությունը։ Да, несколько отцов очень влиятельных, Августин и Иероним, трактовали камень как обозначающий символ Иисуса, а не Петра. Մի քանի շատ ազդեցիկ եկեղեցու հայրեր, Օգոստինոսն ու Հերոնիմոսը օրինակ, այս վեմ ասվածը, քարը, հա, մեկնում էին որպես Քրիստոս, ոչ թե Պետրոս։ Мгм. Это два самых влиятельных богослова католичества. Սրանք երկու ամենաազդեցիկ աստվածաբաններն էին կաթոլիկության։ Да, то есть туда можно добавить еще Фому Аквинского в этот список. Այստեղ կարելի է նաև ավելացնել Թոմաս Ակվինացուն, Вот, но здесь надо заметить, что даже они, даже те, кто были глубоко в католичестве, не видели в этом камне папу. այսինքն այստեղից բարձր դառնում, որ անգամ այն մարդիկ, ովքեր որ խորացած էին կաթոլիկության մեջ, վարդապետական առումով, անգամ նրանք չէին տեսնում այստեղ Հռոմի պապ։ Известный проповедник Амвросий сказал, где Петр, там и церковь. Հայտնի քարոզիչ Ամբրոսիոսը ասել է, որ որտեղ Պետրոսն է, այնտեղ էլ եկեղեցին է։ Католики это цитируют как основание их власти. Եվ կաթոլիկները սա մեջ են բերում որպես հիմք իրենց իշխանության։ Если развернуть цитату полностью, прочитать в контексте, Եթե բացենք ու այդ մեջբերումը կարդանք իր համատեքստում, что написано, что он не имеет в виду тело Христа, он имеет в виду веру Христа. То есть կտեսնենք, не որ նա тело Петра, а веру Петра. կտեսնենք, որ նա ի նկատի ունի ոչ թե Պետրոսի մարմինը, այլ Պետրոսի հավատքը։ Да. То есть, когда вы слышите аргументы от католиков, всегда их проверяйте. Այսինքն, երբ որ դուք լսում եք փաստարկներ կաթոլիկների կողմից, միշտ ստուգեք դրանք։ Там обычно всегда что-то умалчивается, упускается из цитаты. Սովորաբար իրենց արած մեջբերումների մեջ միշտ ինչ-որ բացթողումներ լինում են։ У церковных отцов Петр имел титульное, а не качественное первенство среди патриархов. Եկեղեցու հայրերի մեջ Պետրոսը ուներ ոչ թե առաջնայինություն դորակական իմաստով, այլ կոչումային իմաստով։ Он подотчетен Писанию, традиции собора. Այսինքն նա ենթակա է ժողովների որոշումներին։ Он нуждается в коррекции, в исправлении. Ինքը կարիք ունի ուղղվելու։ Ենթակա է ուղղվելու։ И представляет позицию меньшинства в теле Христова. И представляет или не представляет? Представляет позицию меньшинства. Եվ նա ներկայացնում է փոքրամասնությունը Քրիստոսի մարմնի մեջ։ На Никейском соборе, самым главным, это 4 век. 4 դարում Նիկեական ժողովում ամենագլխավորում Только 5 из 250 делегатов были от латинской церкви. 250-ից ընդամենը 5-ն էին գործողվածներից, եպիսկոպոսներից, լատինական եկեղեցու անդամներ։ То есть это очень маленькое количество. Այսինքն դա շատ փոքր թիվ է։ Их было больше, но они сильно отставали в развитии от восточных церквей. Այսինքն իրենք շատ էին, բայց իրենց զարգացման մեջ շատ էին հետ մնում արևելքի եկեղեցուց։ Поэтому, когда они собирают делегатов, епископов, у них нету много епископов. Այսինքն սա երևում է այն ժամանակ, որ նրանք պետք է արդեն գործուղեն եպիսկոպոսների, նրանք տեսնում են, որ չունեն բավականաչափ զարգացած այդքան մարդ, որ ուղարկեն քանակական առումով։ И такая пропорция еще долго сохраняется. Եվ այսպիսի բաժինների հարաբերակցությունը, օրինակ 5-ը 250-ի, դեռ շատ կպահպանվի։
Мгм. Да, вот несколько примеров этого отношения. Ириней Леонский обличил Виктора, папу. Այսպիսի մի քանի օրինակներ Իրենեոսը Հռոմի պապի դեմ հանդես եկավ, Когда был спор о дате Пасхи. երբ որ աչոմ, Когда праздновать Пасху? հա, Իրենեոսը դուրս եկավ պապի դեմ, երբ որ հարց էր գնում, թե երբ պետք է նշել զատիկը։ Это был очень крупный спор, где-то на 200 лет в церкви. Սա շատ մեծ վեճ էր, մոտավորապես 200 տարի ձգվող եկեղեցում։ Было мнение, что нужно пользоваться еврейским календарем лунным, Կար կարծիք, որ պետք է հերյական լուսնային օրացույցից օգտվել։ и была другая традиция, уже образовавшаяся, которая использовала солнечный календарь. Եվ արդեն մեկ ուրիշ ավանդություն էր հասցրել ձևավորել, որ օգտագործում էր արևային օրացույցը։ Да, сегодня мы празднуем по солнечному календарю, Այսօր մենք նշում ենք արևային օրացույցով, но второй, третий, четвертый век, они об этом ругались очень сильно. բայց երկրորդ, երրորդ դարերում նրանք սրա մասին վիճել են շատ ուժեղ կերպով։ Да, и папа Виктор, он пытался исключить из церкви, предать их анафеме за то, что у них другая дата. Եվ Վիկտոր Պապը անգամ փորձում էր անաթեմա կարդալ են մարդկանց վրա, ովքեր որ իր կարծիքից հակառակն են ասում։ И Ирений Леонский открыто говорит ему: ты не прав. Վիրենեոս Լեոնացին նրան ընդդիմանում է եւ բացահայտ կերպով ասում է դու ճիշտ չես։ Да, то есть видно, что он не принимает авторитет папы как выше Այսինքն себя. երևում է, որ Իրենեոսը չի ճանաչում Պապի իշխանությունը իրենից բարձր։ То есть если папа нарушает какой-то здравый смысл или делает что-то неправильно, ему обязательно надо сказать нет. Այսինքն ստացվում է, որ երբ որ Հռոմի Պապը առողջ բանականությանը հակասող բան է ասում, իրեն կարելի է ասել բացահայտ ոչ։ Да. Киприан Կիպրիանոսը созвал собор, который осуждает папу Стивена I. Կիպրանոսը հավաքեց մի ժողով, որտեղ որ դատապարտում է Ստեփանոս առաջինին։ Да, то есть это собор судит папу. Այստեղ տեսնում ենք ժողով, որը դատում է Պապին։ Очень четко, у кого власть? Власть у папы или у собора? Кто кого судит? Այստեղից շատ հստակ է, ով է ում դատում։ Իշխանությունը Պապի ձեռքում է, թե ժողովի ձեռքում է։ Собор судит папу. Ժողովն է դատում Պապին։ Да. И африканские епископы отвергли вмешательство папы Зосимы в их соборы на основании 4-го канона Никейского собора. Можно еще раз. Да, в Никейском соборе были приняты каноны. Նիկեական ժողովում ընդունվեցին կանոններ։ И 4-й канон говорит о том, как избирается епископ. Եվ 4-րդ կանոնը ասում է, թե ինչպես պետք է ընտրվի եպիսկոպոսը։ И сферу его власти. Եվ ինչ է լինելու իր ազդեցության գոտին։ И там написано, что епископ принимает решение в той территории, которая его избрала. Եվ այնտեղ ասում է, որ եպիսկոպոսը ունի այնքան իշխանություն, որ այն տարածքի վրա, որտեղ իրեն դրել են։ Потом римский папа Зосима, он начинает вмешиваться в политику Северной Африки. Եվ հետո Հռոմի Պապ Զոսիմոսը փորձում է խառնվել հյուսիսաֆրիկյան եպիսկոպոսների գործերին, այսպես ասած։ Да, и африканцы ему говорят, ну, нам все равно. Եվ աֆրիկացիները նրան ասում են, մեր համար մեկ է քո ասածը։ И цитируют Никейский канон номер 4. Եվ մեջբերում են սրանով 4-րդ նիկեական կանոնը։ И говорят: мы тебя не избирали, мы тебя не будем слушать. Եվ ասում են մենք քեզ չենք ընտրել, մենք քեզ չենք լսի։ Ты себе в Италии там делай, а от нас отстань. Դու քո համար գործիր Իտալիայում եւ մեզանից վազնանցիր։ То есть это показывает, что они не признавали его власти всемирной. Դա ցույց է տալիս, որ նրանք չէին ընդունում Հռոմի Պապի համաշխարհային ազդեցությունը։ Это 5 век, это довольно-таки поздно. 5-րդ դարձ, շատ ուշ է արդեն։ Да. И еще очень яркий пример: Максим Исповедник на суде
сказал, что если он не согласен быть с папой на основании Писаний, то он будет прав. Եվ Մաքսիմ Խոստովանողն էլ իր դատապարտության ժամանակ ասում է, որ եթե Հռոմի Պապը Աստվածաշնչի հետ համակարծիք չլինի, ինքը սխալ կլինի։ И он цитирует Галатам 1 главу 8 стих, Եվ նա մեջ է բերում Գաղատացիս 1:8, где Павел сказал, что даже если ангелы другое Евангелие дадут, вы их не принимайте. եւ այնտեղ ասվում է, որ եթե անգամ մի հրեշտակ երկնքից գա եւ քարոզի մի ավետարան, որ մեզանից չընդունեցիք, իրեն չլսեք։ То есть Максим Исповедник говорит, мне все равно, какой ты папа и откуда ты. Այսինքն նա ասում է իմ համար մեկ է դու ինչպիսի պապ ես, դու որտեղից ես։ Если бы ты даже был ангелом, Եթե անգամ դու լինեիր հրեշտակ, и что-то ты говоришь, что не соответствует Писанию, я этого не принимаю. բայց միևնույն ժամանակ դու ասեիր մի բան, որ չի համապատասխանում Սուրբ Գրքի հետ, ես միևնույն է դա չէի ընդունելու։ Хорошо, давайте здесь остановимся на 10 минут, сделаем перерыв и начнем с вопросов через 10 минут. Շատ լավ, եկեք այստեղ կանգ առնենք 10 րոպեից միջումով եւ հաջորդ մեր հանդիպումը կսկսենք հարցերով։ Да, Եսայի ջան, դասախոսին ասա Ռասպիսանյան, որ կա մեր մոտ 20 է տված առաջինը։ По расписанию у нас есть сейчас 20-минутный перерыв. 20 минут, хорошо? Мгм. Да. Нормально для вас это? Да, конечно. Я стараюсь смотреть это, что это не прочитал. Хорошо, Ну, 20 минут. Все тогда. 20 րոպե։